Հերմինե դիալոգ հաղորդաշարին հյուրընկալվել էին երգիչ Արտաշ Ասատրյանը և կինը Աննա Գևորգյանը։ Star News-ը հետևել է հարցազրույցին։ Զրույցի ընթացքում նրանք խոսել են ընտանիքի, սիրո պահպանման, համատեղ անցած ճանապարհի և տարիների ընթացքում ձևավորած արժեքների մասին։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեխաների դաստիարակության մոտեցումներին, անձնական սահմանների պահպանմանը, ինչպես նաև այն փոքր, բայց կարևոր սովորություններին, որոնք տարիների ընթացքում օգնում են պահպանել փոխադարձ վստահությունն ու սերը ընտանիքում։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե ինչ է թողել Արամ Ասատրյանը իր ժառանգներին։ Այս թեմայի շուրջ երկար տարիներ տարբեր քննարկումներ են եղել։ Արտաշ Ասատրյանն անկեղծացել է. «Մարդիկ կարծում են, թե մեծ հարստություն է թողել։ Ասում են վեճեր են լինում, չենք կարողանում կիսել։ Բայց իրականում նա մեզ գումար կամ նյութական հարստություն չի թողել։ Նա մեզ թողել է իր մարդ տեսակը, բարի, ճիշտ։ Միշտ ասում էր՝ ձեր հարստությունը երկնքից է լինելու։ Ես ձեզ հարստություն չեմ թողնում, իմ երգերն եմ թողնում»։ Աննան և Արտաշը պատմել են նաև իրենց սիրո պատմությունը։ Արտաշի հայրը մեր տանը հավաքույթ էր նկարում, իսկ ես այդ ընթացքում դաշնամուր էի նվագում։ Տեսանյութը տարել էր տուն, Արտաշը տեսել էր, իսկ որոշ ժամանակ անց դպրոցում ինձ տեսնելով ասել էր՝ «Վայ, էս նույն աղջիկն է», նշեց Աննա Գևորգյանը։ Արտաշն իր հերթին հավելեց. «Դպրոցում տղաներն ասում էին՝ տեսեք ինչ սիրուն աղջիկ է, բայց ոչ մեկը համարձակություն չուներ մոտենալու ու ասելու։ Ես հասկացա, որ այս գեղեցիկ աղջիկը ինձ համար է, այդ համարձակությունն ունեցա։ Մոտեցա ու ասեցի՝ շատ եմ սիրում քեզ, ուզում եմ ամբողջ կյանքում քեզ սիրել ու դու իմ ընկերը լինես։ Այդ ժամանակ դեռ 8-9 տարեկան էի»։ Փառք Աստծո, Աննան դժվարությամբ տվեց այդ համաձայնությունը, իսկ իր պապան առավել խիստ էր վերաբերվում։ Էքսկլյուզիվ հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ Արտաշ Ասատրյանը։ Star News-ը հետևեց զրույցին։ Խոսելով առողջության և ընդամենը 3-ից 4 տարում գրանցած ֆանտաստիկ արդյունքի՝ 58-ից 60 կիլոգրամ քաշի նվազեցման մասին, Արտաշ Ասատրյանը անկեղծացավ։ Կորոնայից հետո գիրության խնդիրն ինձ մոտ ավելացել էր։ Գիրությունը բոլորի մոտ է առողջական խնդիրներ առաջացնում։ Շատ պետք է վազես, ջիմից դուրս չգաս։ Էդքան քաշ անհնար էր նվազեցնել։ 130 կիլոգրամից ավելի էի։ Խնդիր էր։ Մտածեցի ամենակարճ ճանապարհը։ Մենք ժամանակ էլ չունենք էդ ամեն ինչին։ Համ երիտասարդանանք, համ քաշը նվազեցնենք։ Դեռ շուտ էի ուզում անել, քննարկումներ էի անում։ Ընտանիքս ինձ հետ չէր։ Ես հայրենիքում էի, ընտանիքս դրսում։ Որոշեցի շատ արագ անել, որ ոչ մեկ չխանգարեն։ Ամեն մեկն իր կարծիքն ունի։ Աղջիկս էր միայն հայրենիքում։ Միասին գնացինք, բարով խերով անցավ էդ ամեն ինչը։ Նոր ընտանիքս իմացավ։ Վայ, ասեցի էլ վայ չկա, գնում ենք առաջ։ Երգիչը նշեց նաև, որ անգամ մինչ օրս էլ մարդիկ կան, երբ տեսնելով իրեն տարակուսում են, նա է թե ոչ։ Իսկ արդեն ամենահետաքրքիր մասերից մեկի՝ կնոջ արձագանքի մասին Արտաշը պատմեց. Արդեն փոխվել էի, առաջին հանդիպումն էր, իրար գրկեցինք, կարոտել էինք։ Ասեց՝ ուրիշ մարդ ես դարձել Արտաշ։ Ասեցի հենց էդ էի ուզում Աննա ջան։ Եկում եմ համբնավարում, մեծ մեմերներ ինձ սպասում, գրիշոն եմ ես Ասատրյան, ինձ է տված ապագան, թորմիկներով մենք միասին, երբեք նորավ իմ մասին, երկիշների դրոցես, որ թողել էր պապս մեզ, առաջինը Արամներ, իմ հայրներ, քո հայրներ, գուսաններ, բոլորիս մեծերներ, աշխարհներ, առաջինը Արամներ, իմ հայրներ, քո հայրներ, գուսաններ, բոլորիս մեծերներ, աշխարհներ, Առաջինը Արամներ, իմ հայրներ, բոլորիս մեծերներ, աշխարհներ, առաջինը Արամներ, իմ հայրներ, բոլորիս մեծերներ, աշխարհներ։ Առաջինը հայրոներ, իմ հայրներ, բոլորիս տենց չի, սենց է։ Առաջինը բաբկեններ, իմ հայրներ, բոլորիս մեծ Տենց չի, ցավդ նանեմ ես եք, աղբերներ ջան, ես եկը սենց է։
Առաջինը Արամներ, իմ հայրներ, բոլորիդ մեծերներ, աշխարհներ, առաջինը Արամներ, իմ հայրներ, բոլորիդ մեծերներ, աշխարհներ։ Հայր ջան, գտնվում ենք Սամարայում, արդեն պատրաստ ենք, մի քանի րոպեից կլինենք արդեն բեմում, որտեղ կուրախացնենք մեր սիրելի հայ ժողովրդին։ Միզեր Արտաշ Ասատրյան։ Ladies and gentlemen, please get your phone please make sure that the door is fastened. Take a look, закрыть door so that I can Ծներից տակ անցավ 2 ժամ, մենք հայտնվեցինք տակ Adler Sochi Գնում ենք համերգի, Սուխումիում ենք, չէ, Աբխազիայից Սուխում են գնում, այր ջան, ասեմ 2 մեքենա ունդել գրիշոն է նստած և ասեմ, որ 20 օր առաջ արդեն մեր տոմսերը Սուխումիում վերջացել է մեր համերգի, մեր հայերը 20 օր առաջ արդեն վերջացել են տոմսերը, կարոտով սպասում են մեզ, որ այսօր ուրախացնենք Սա մանդարինի ծառներ է, բայց հələ մի հատ չենք երել Սել ուժը Սոխում քաղաքն է Ստե ուժեղ կռիվներ է եղել, հա? Տոտ վրեմեննա Սոխումին է Շելաշկ սիրուն բնություն ունի Պատերազմից հետո կրակած պատերին մնացել են ինչ իմը Նայք կրակած տեղերը վերացիքի Ուչնեն շինը մսմեն դե Սիրուզյուն է գալի Մագնիտագորսկից գնում ենք դեպի Մոսկվա, վաղը կլինենք արդեն Վլադիմիրում վայել եք ձյունը մեր հետ միասին հայերտեն Արդեն Մոսկվայում ենք նոր տերմինալում, տերմինալ B Շերեմեցև International այրոպորտում ասեմ, որ հրաշք այրոպորտը շատ սիրուն, շատ գեղեցիկ